Փաշինյանը պատասխանել է Հայաստանի Սահմանադրության եւ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ադրբեջանի լրագրողի հարցերին։ Ի պատասխան ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը, թե Բաքուն տարածքային պահանջներ չունի Երևանի նկատմամբ, Փաշինյանը ասել է. «Ինչ խնդիր կա, եկեք նույն ժամին, նույն օրը, նույն տեղում միասին ստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ համատեղ հայտարարություն, համատեղ փաստաթուղթ ուղղված ԵԱՀԿ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցվածքի լուծարման վերաբերյալ։ Ես բազմիցս հրապարակավ եմ խոսել այս մասին եւ հայտարարել մեր պատրաստակամության մասին, ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը», ասել է Փաշինյանը։ Ինչ խնդիր կա, եկեք նույն ժամին, նույն օրը, նույն տեղում միասին ստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ համատեղ հայտարարություն, համատեղ փաստաթուղթ ուղղված ԵԱՀԿ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման վերաբերյալ։ Ես հրապարակավ բազմիցս եմ խոսել այս մասին եւ հայտարարել մեր պատրաստակամության մասին։ Ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը։ Իդեպ մենք դեռ նոր սահմանադրության նախագիծ չունենք, բայց մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, եւ ակնհայտ է, որ դե յուրե մեր սահմանադրական դատանի որոշմամբ մեր գործող սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևանների նկատմամբ։ Սա արդեն իրավաբանորեն հաստատված փաստ է եւ սա շատ կարեւոր է։ Ադրբեջանը երկու հարց է բարձրացնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հարցերից մեկը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։ Մենք ասում ենք, որ ընդհանուր առմամբ այդ օրակարգը մեզ համար ընդունելի է եւ ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը չէ փակել հակամարտությունը իր տարածքում եւ արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք, եւ դրա համար լուծում կա։ Մեր առաջարկած լուծումը հետեւյալն է. միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր եւ դիմել ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այսինքն նույն տեղում եւ նույն ժամանակ, ինչը շատ կարեւոր է։ Դա կարեւոր ժեստ կլինի մեր տարածաշրջանում վստահության եւ կայունության համար։